Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, հայոց աշխարհաժողով հաղորդաշարի հերթական ինչ անել հաղորդման հյուրը կրկին հայոց աշխարհաժողով շարժման խորհրդի անդամ Էդգար Մակարյանն է, բարև Էդգար ջան, բարև ես եկել։ Անցած անգամ մենք խոսեցինք հայ առաքելության մասին եւ հայտարարեցինք, որ հայ առաքելությունը դա հայկոչված է եւ կանչված է ընդունելու եւ վկայելու Աստծուն։ Այո, եկանք այդ եզրահանգման։ Այսօր շարունակենք խոսակցությունը հայ առաքելության մասին։ Շատ ավելի հետաքրքիր է այ եթե առաքելությունը հայը չի կատարում իր առաքելությունը, ապա ինչ կարող է լինել հայի հետ։ Համաձայն ես այդ թեմայից խոսում։ Կարևորագույն թեմա է, որտեղ մենք կարծում եմ վերջին մի քանի տասնամյակներ հետանկախության եւ գուցե դրանից էլ առաջ հենց այդ փուլի մեջ էինք, որ չէինք այսպես ասած ընդունում եւ վկայում Աստծուն։ Ձևական առումով կարող է թվա թե այո ընդունում ենք, բայց որպես կենսակերպ առաքելություն այն չէինք իրականացնում։ Ուղղակի գլուխ էին գովում, առաջի քրիստոնյան ենք եւ այլն, այստեղ այնտեղ տարածում էինք, որ մենք այսպես, եւ բայց երբ որ հարց էի տալի, ինչ է քրիստոնեությունը կամ ինչպես ես դու քրիստոնյա, ինչով ես դու քրիստոնյա, ապա պատասխան չկար։ Հետևաբար այո, թեման կարծում եմ շատ կարևոր է եւ որպեսզի այդ տրամաբանական զարգացումը լինի ընդունել եւ վկայել ինչ է իրենից ենթադրում, մենք այդ բանաձևը շարունակում ենք, ասում ենք կանչված եւ կոչված լինել վկայել եւ ընդունել եւ վկայել Աստծուն, ինքնին ենթադրում եւ պարտադրում է ճանաչել եւ կայացնել Աստծո կամքը, որն էլ ինքնին ենթադրում եւ պարտադրում է ամենից առաջ որոնել Աստծո արքայությունն ու նրա արդարությունը։ Այսինքն որպեսզի դա ընդհանրապես այսպես ձևական մաս չլինի, հա, որտեղ մենք առաջի քրիստոնյա ենք, ուրեմն վկայում ենք, ընդունում ենք, այլ իր տնամաբանության մեջ ճանաչում ես արդյոք Աստծո կամքը, եթե ճանաչում ես, կայացնում ես թե ոչ, իսկ արդյոք հասկանում ես, որ այդ Աստծո կամքը ճանաչել նրա արքայությունը եւ նրա արդարությունը որոնելու մեջ է։ Այսինքն այս մի հսկայական փիլիսոփայություն, որից հետո եթե որոնում ես, ապա ինչպես է այդ քո անձնային, անհատական եւ ազգային հավաքական, ինչպես նաեւ պետական կյանքի մեջ իրագործում։ Սա կարծում եմ հենց այդ առաքելության ամենակարևոր մասն է, որ եթե դու դա բաց ես թողնում, հանկարծ տեսնում ես ոչ քո անձնային կյանքը, ոչ քո ազգային հավաքական կյանքը եւ ոչ էլ վերջնարդյունքում քո պետական որպես ինստիտուցիոնալ կառույցի այդտեղ չի իրագործվում այս առաքելությունը, եթե չի իրագործվում, ուրեմն բոլոր տեղերում խեղված է, թե ինչպես էցի անձնականը, թե ազգայինը, թե պետականը։ Այսինքն եթե կոչված ես այդ առաքելությանը եւ դա չես կատարում, ապա համապատասխանաբար նաեւ արժանանում ես դրա հետևանքների։ Այո, որտեվ դա դուր ինքնին բերում է մեղսագործ կյանքի, որտեվ շեղում ես քո առաքելությունից, պատմական եւ ինչպես ոչ միայն պատմական, այլ նաեւ Աստծո հանդեպ քո հավատարմության ուխտերով, որովհետեւ Աստծո հանդեպ այդ հավատարմության ուխտին հավատարիմ լինելու մեջ է նաեւ այդ առաքելությունը, եւ ինչպես ասացինք, տարբեր դարերում, տարբեր հազարամյակներում հայոց ազգը իր հոգեվոր հասունության փուլերում այդ հասունացմանը համարժեք ձևով է այդ իր առաքելությունը ճանաչել, հասկացել եւ իրագործել։ Եվ եթե հետ է նահանջել որոշակի, այսպես ասած, այդ իմաստությունը կորցնելու պատճառով, ինչպես ասում են, մեղքի վարձքը մահն է եւ այդ ամեն ինչը դրսևորվել է, այսպես ասած, պատճառահետևանքային հատուցում, հա, այսպես պատիժ տարբերակներով, որ եթե դու շեղվել ես, ուրեմն հատուցում անշուշտ կա։ Մահը իհարկե ուղղակի չենք հասկանում, որ ֆիզիկական մարմնի մահ, այլ հոգեվոր մահ։ Այո, հոգեվոր մահն է, իսկ հոգեվոր մահը անշուշտ իր հետևից բերում է նաեւ ֆիզիկական որոշակի հետևանքներ, որտեղ մեզ համար ֆիզիկական աշխարհը եւ իր օրենքները ճանաչելի են, հոգեվոր աշխարհը, հոգեվոր օրենքները ճանաչելի չեն, բայց ինչպես ֆիզիկական աշխարհում են ֆիզիկական օրենքները գործում անսխալական ձևով, այնպես էլ հոգեվոր աշխարհում այն գործում են եւ շատ խիստ են գործում, եթե դու հանկարծ այդ օրենքները խախտում ես։ Եվ հիմա մեր 30-35-ամյա պետականության ընթացքը այդ ուղուց շեղումն է, եւ հիմա եկել է ժամանակը այդ ամեն ինչի համար, այսպես ասած, զղջալու, խոստովանելու, ապաշխարելու, հատուցելու, այո, այս քարակայլ սկզբունքը պետք է լինի ընդունելուց սկսած, դրա մասին զղջալուց սկսած, ապաշխարելուց եւ վերջում հատուցելուց վերջացրած, որովհետեւ այլ տարբերակ չկա։ Այս դրա տիպիկ օրինակը բերում է Քրիստոսը
այդ անիծյալ թզենու տարբերակով, որը պտուղ չի տալ։ Մենք շատ դեպքերում չենք հասկանում կամ դա շատ նեղ ենք հասկանում։ Ընդհանրապես մեկ մարդու օրինակով ենք հասկանում, եւ ասում ենք դե թզենին եթե անպտուղ էր, կարա այդպես էլ մարդը հոգեվոր պտուղներ չտա, եւ մարդն էլ իր հոգեվոր պտուղներ չտալու հետևանքով արժանանա ասած Աստծո անեծքի եւ այսպես եւ այս դրամաբանության մեջ։ Բայց եթե մենք հանկարծ մասշտաբը մեծացնենք, եթե ազգի առումով նայենք, մենք կարող ենք հասկանալ, որ այդ ազգն էլ պետք է պտղաբերեր ինչպես թզենին եւ մը չի պտղաբերում։ Ես ասեք ազգը մեկ է, մենք խոսում ենք ընտանիքի մասին։ Այո, այդ հավաքականում մենք դիտում ենք ազգը որպես հայոց մեկ ընդհանրական ընտանիք, այո, դա ազգ ընտանիք բանաձևի մասին ենք խոսում։ Հիմա եթե դա չի պտղաբերում, դառնում է անիծյալ թզենի։ Եթե այսինքն Աստծո համար որևէ հոգևոր արժեք, հոգևոր պտուղ չի տալ, այսինքն իր առաքելությունից շեղվել է, այսինքն թզի առաքելությունը ո՞րն է։ Թուզը որպես պտղաբերել ներկայանալը, չէ՞, այդպես ներկայան։ Եթե թուզ չի կարողանում ծնել ինքն իրենից, ուրեմն ինքն իր առաքելությանը չի նպաստում, հետեւաբար նա ընդհանրապես այրման համար լավ ցախ է, այսպես ասած։ Եվ հետեւաբար մենք տեսնում ենք, որ հենց այդ փուլի մեջ էինք մենք, այս մեր պետականության, մեր համակեցական կյանքի վարք ու բարքով, եւ հիմա այսպես ասած մի հսկայական մեր ճյուղ, մեկ հսկայական բուն, մեր ընդհանուր պետական ծառից կտրվեց, եւ հիմա օր-օրի, ժամ-ժամի ամիս ամսվա վրա կտրվում են մնացած ճյուղերը, հա, որտեղ դրանք չորացել են եւ ասված մի առաջ եթե հանգարց խելքի չգանք եւ չվերադառնանք մեր առաքելությանը եւ չվերաթարմացնենք մեր հավատարմության ուխտերը Աստծո հանդեպ, վախենամ թե վերջում մեր թշնամիները այնքան այդ ծղոց այդ կացինը մոտեցնեն մեր հենց բնին, որ արդեն բանը բանից անցնի։ Հետաքրքիր այն օրը ես էլ մտածում էի ավելի շուտ տեսիքի նման երազ տեսա, որ մեր ազգը ինչպես մենք տոհմածառը որ նկարում ենք մեր ընտանական, հա, տոհմածառը նկարում ենք եւ տեսա մեր ազգը հենց ծառի հաստաբուն ծառի տեսքով եւ տեսա թե ինչպես նրա չհասած պտուղները պոկեցին, թափեցին, կարծես թե չթողնելով որ նրանք սերմնացու դառնան եւ հետո արդեն կտրեցին ճյուղերը եւ հետո կտրեցին ծառի բունը եւ մնացել էր արմատները եւ ես արտացա այսպես մտածեցի պատկերացրեցի դա ինչի մասին է այդ խակ պտուղները որ կտրտվեց դա հենց 44 օրյային մեր այդ չամուսնացած այդ հազարավոր երիտասարդների մի 3 ամբողջ սերունդի վերացումն էր որից հետո գնաց ինչպես ասեցի արդեն ճյուղերը մեր Արցախը բունը կտրվեց հիմա հասել են արմատներին եկեղեցու Դա իմ պատկերացումն էր, ես ուղղակի ներկայացրեցի։ Հիմա ձեր պատկերացումից անկախ չիմանալով այս զուգահեռ ենք տանում, որտեղ դա այսպես սիմվոլիկաների առում է, այլաբանությամբ է ներկայացում այն, ինչը տեղի է ունենում, պետք է հասկանանք, այո, որ այս անկումը շարունակական կլինի, եթե ոնց որ ասած դրա դեմը չառնենք, որտեղ այդ անկումը բերելու է գահավիժման, իսկ մենք հիմա գահավիժման փուլում ենք, գահավիժումը վերջում ունենալու իր ողբերգական վաղճանաբանական ավարտը։ Դրա համար միակ ճանապարհը մնում է վերադառնալ սեփական առաքելությանը եւ հասկանալ, որ մենք այս ընթացքից շեղվել ենք մեր առաքելությամբ եւ ապրում ենք այլ տրամաբանությամբ, այլ ալգորիթմերով, ուրիշների կողմից թելադրված, ուրիշների, այսպես ասած, առաքելության ջրաղացին ջուր լցնելու տրամաբանությամբ։ Այսինքն կայացնում ենք նրանց առաքելությունը, այո, ավերիչ հակահամակարգի ворթեգրվել ենք եւ այդ հակահամակարգի մի փոքրիկ, այսպես դետալ ենք դարձել եւ պատտում ենք նրանց մեջ ընդհանուր, այսպես ժամացույցը կամ ջրաղացը։ Հիմա այս առումով շատ կարեւոր է որ վերադառնանք մեր առաքելությանը եւ վերաթարմացնենք մեր ուխտերը արարչի հետ։ Եվ մենք այս առումով ասել ենք, որ ճանաչել Աստծո կամքը, կայացնել այն եւ այլն, ունեցել ենք առնվազն 4 ժամանակային փուլեր հայոց առաքելությունը իր այս բազմազարամյա կյանքի ընթացքում առնվազն ունի 4 ուխտեր կապած արարչի հետ եւ դրանք սիմվոլիկայի առումով նաեւ այսպես անվանումներ ենք տվել եւ ամեն մեկը ունեցել է քաղաքակրթական մի ալիք իրենով բնութագրել է եւ իրենով պայմանավորվել է մեկ ալիք։ Առաջինը, որ մենք ներկայացնում ենք, դա մոտորապես 10-12000 տարի առաջվա վաղեմությամբ, որ հայկական լեռնաշխարհում տեղի ունեցավ նեոլիթյան հեղափոխությունը, նոր քարիդարի ժամանակաշրջան, երբ որ հավաքչությունից, որսորդությունից համակեցական կյանքը անցում կատարեց դեպի հողագործության անասնապահության։
Այսինքն դա քաղաքակրթական այն ալիքն էր, որ դա տարածվեց տարածաշրջանի տարբեր երկրներում եւ այնտեղ սկսեց քաղաքակրթությունը զարգանալ եւ մարդկությունը այս 10-12 հազարամյա պատմության ընթացքում եկավ հասավ իր քաղաքակրթական այս բարձունքներին։ Եվ համարում ենք, որ դա հայկական լեռնաշխարհից մեր պապերն են արել եւ այդ պապերն էլ կարող էին դա անել աշխարհը ճանաչելու, աշխարհատեսության, աշխարհայացքային մեկ ընդհանրական բովանդակության մեջ, որտեղ իրենց բնափիլիսոփայությամբ, բնապաշտությամբ անշուշտ հասկանում էին, որ տիեզերքը աշխարհը արարված է արարչի կողմից եւ արարչի կամքով է եւ այդ արարչի կամքը կայացնելով է, որ իմաստավորված է իրենց գոյությունը, հետեւաբար հողի այդ աշխատանքը, հողից արդյունք ստանալը, իրենք էլ համարում էին, որ տիեզերքը դա Աստծո մշակության վայրն է, իրենք էլ Աստծոն իրենց մեջ կրողները երկիր մոլորակի մշակներ են, այսինքն համարարչական այդ սկզբունքի մեջ ուխտ ունեին Աստծո հետ կապած եւ այդ ուխտը դրսեւորվեց, մենք եւ այդ ուխտը համարում ենք հավատարմության ուխտ։ Այսինքն վայրի գիշատիչից մենք արցանք ավելի քաղաքակիրթ, մենք անշուշտ սպանել, մորթել, ուտելուց բացի նաև սկսեցինք արարել, այսինքն մարդը ինքը իրեն նույնականացրեց արարչի հետ, այսինքն եթե ինքը արարչի որդի, արարչի ստեղծածն է, հետեւաբար ինքն էլ պետք է մշակի այն հողը, որ իրեն տրված է, ինչպես արարիչը մշակում է տիեզերքը, որը իր ստեղծագործության պտուղն է, արգարսիկն է։ Հետեւաբար այդ առումով հայ էթնոսը Աստծո հետ հավատարմության ուխտ է կապում, որ ինքն էլ հենց այ որ ասում եմ ընդունել եւ վկայել հենց այդ է, որ այն ինչ արարել է Աստված, այդ նույն արարչության սկզբունքում ինքն է բարիք արարելու։ Սա ամենակարևորն է, որը հետագայում որպես քաղաքակրթական ալիք տարածվեց աշխարհով մեկ։ Հաջորդը, որը մենք նկարագրում ենք, որ տեղի ունեցավ մի քանի հազարամյակ հետո նոր քաղաքակրթական ալիք եւ հայոց էթնոսը եկավ մեկ անգամ էլ վերաթարմացնելու հետ իր ուխտ արարչի հետ, համարում ենք արդեն Հայկով սկսյալ, որովհետև արդեն Հայկը դրեց քաղաքակրթական մի նոր ալիքի ժամանակաշրջան, որտեղ ազատության ուխտը կապեց Աստծո հետ նորից, այսինքն իր հավատարմության ուխտը վերահաստատեց ազատության ուխտով եւ բելի հակահամակարգին, չարիք հակահամակարգին, որը բռնություն էր, որը ստրկություն էր եւ այլն, ինքը բերեց ազատություն ոչ միայն իրեն, այլ բոլորին։ Իսկ սա էլ ինքնինով քաղաքակրթական մի նոր ժամանակաշրջան է եւ մենք հիմնականում դա նույնականացնում ենք արիական ժամանակաշրջանի հետ, որտեղ արդեն արիական քաղաքակրթությունը որպես ամբողջ նորից մի նոր աշխարհատեսություն, աշխարհայացք պետք է իրենով մինչև եվրոպական հյուսիսային մասերից տարածվեր մինչև Հնդկաստան, հյուսիսում դեպի արդեն։ Դա արդեն շատ ավելի ուշ հետագայում։ Այո, դա ալիք էր, հազարամյակների մեջ տարածվող ալիք էր, որը բերում էր իր քաղաքակրթական, այսպես ասած, աշխարհայացքը Աստծո հետ կապված իր ուխտը, որ անցել է դրանից արդեն մի քանի հազարամյակ, բայց եվրոպական ազգերը իրենց արիական արմատներն են ման գալիս որոնում, որտեղ հասկանում են, որ դա հենց այն մեծ, այսպես արարչական պորտկումներ, որը քաղաքակրթություն նորից ծնեց, վերաթարմացրեց, զարգացեց։ Այսինքն մենք դարձյալ պատմական այս բազմ հազարամյակների մեջ նորից գալիս ենք նրան, որ հայոց ազգը հավատարիմ լինելով արարչի հետ իր ուխտի վերաթարմացման, այն վերաթարմացում է ազատությամբ։ Եվ ասում ենք դրանից էլ մի քանի հազար տարի հետո արդեն Քրիստոսի Գեզերական վարդապետության տարածման փուլում հայոց ազգը ունեցավ այդ քաղաքակրթական իմաստությունը եւ նորից իր ժառանգականությունը, այդ ուխտերը վերաթարմացնելով քաղաքակրթական ջահակիր ազգը լինելու պարտավորությունն ու պարտականությունը, որտեղ նախախնամությունն ինչպես է անում, ասում եթե դու արդարացրել ես, ինքը քեզ նորից իրավունք է տալիս եւ հնարավորություն է տալիս նորից այդ ջահակիրը լինելու միայն դա արդարացնելու դեպքում եւ քանի որ արդարացրել է նախկինում մեկ անգամ առաքելությունը որ ստանձնել ես, դա կատարել ես, այո, վաստակել ես նոր քաղաքակրթական ջահակիրը լինել եւ հիմա քրիստոնեության համար պատահական չեն։ Հայոց ազգը դարձյալ եղավ այն ջահակիր ազգը քրիստոնեության արդեն տարածելու, որից հետո տվեց առաջին քրիստոնյա ազգ եւ պետական լինելու մոդելը, ձևաչափը, որով հետո հետագայում եվրոպական բոլոր ազգերն ու բոլոր պետությունը պետք է այդ ճանապարհով գնային այսօրվա քաղաքակրթական բարձունքները, այսպես ասած, նվաճելով։ Հիմա եկել է մեկ այլ ժամանակաշրջան, որ արդեն փակվում է նաեւ այս փուլը, այն իմաստով, որ աշխարհը շեղվելով դրանից, այսինքն քաղաքակրթական այս նոր բանաձևից ինքը հատկապես եվրոպական արևմտյան քաղաքակրթությունը ոնգը իր հիմքում ունենալով հայկական քաղաքակրթության այս ալիքները եւ նախարիական եւ արիական եւ քրիստոնեական ինքը գնաց մեծ հաշվով հիմնարար ձևով ապամոնտաժելու այս
հիմնարար քաղաքակրթական ալիքները եւ կարծես հակահամակարգին ворթե գրելով ինքը մերժեց իր արիական բովանդակությունը, ինքը մերժեց իր քրիստոնեական էությունը եւ հիմա ինքը քաոս սփռելով գնում է առաջ, հետեւաբար Քրիստոսի կասեի արդեն կռապաշտության ինքը վերածվում չարիք հակահամակարգի։ Այս առումով նորից մտել է մարդկությունը քաղաքակրթական փակողի մեջ եւ հիմա մենք առաջարկում ենք, որ հայոց ազգին այս ճգնաժամային իրավիճակը բերում է այնպիսի մի հանգրվանի, որ ինքը պետք է այստեղ լուծում գտնի։ Այլ լուծում չկա, կրկնենք, սա հիմնարար ձևով, ոչ մի քաղաքական լուծում, ոչ մի քաղաքական բանաձև, ոչ մի քաղաքագիտական միտք ու փիլիսոփայություն, ոչ մի քաղաքագիտական հոսանք ուղղվածություն իզմեր չեն կարողանալու լուծել այս քաղաքակրթական գերխնդիրը, գերճգնաժամը, հարցադրումը, որը դրված է մարդկության եւ հայության առաջ, եթե ոչ միայն քաղաքակրթական ալգորիթմներով ու բանաձևերով, այսինքն հարցը քաղաքական դաշտում չէ, հարցը քաղաքակրթական ճգնաժամը հաղթարելու քաղաքակրթական լուծման մեջ է։ Իսկ մենք ասում ենք, ո՞րն է այդ լուծումը լինելու։ Հերթական անգամ Արարչի հետ մեր ուխտը վերաթարմացնելով։ Եվ հիմա մենք ինչու ենք հիմնարար ձևով դնում արդարակարգի եւ արդարապետության այդ գաղափարը առաջ քաշում, որ ասում ենք հաջորդ ուխտը Աստծո հետ մենք կապելու ենք արդարության ուխտով։ Սա հիմնարար գաղափար ենք մենք առաջ քաշում, որ արդարության ուխտ լինելու մեր առնվազն 4-րդ ուխտը կապած Արարչի հետ, որ հայոց ազգը իր քաղաքակրթական նորացումը, վերաթարմացումը, վերազարթոնքը կայացնելու է արդարության հիմքի վրա, արդար հասարակարգ եւ արդար պետականություն ձևավորելու ընթացքում։ Իսկ մենք ասել ենք չկա տեզերքում արդարություն, առավել եւս երկրմոլորակի վրա չկա արդարություն, բացի մեկ հիմնարար սկզբունքից՝ Աստծո սիրո լույսի ներքո։ Այսինքն իսկ Աստծո սիրո լույսի ներքո ձևավորում է համատեզերական հոգևոր եղբայրությունը։ Մոլորակային մասշտաբով վաղ թե ուշ հազարամյակների, թե չգիտեմ քանի տասնյակ հազարամյակներից կձևավորվի մարդկային հոգևոր եղբայրությունը, բայց այն, որ հայոց ազգը պարտավոր է իր մեջ եւ առավել եւս իր պետականակարգության մեջ բերելու հոգևոր ընտանիքի հոգևոր եղբայրության մոդելը, այն ինչպես ասում ենք Սուրբ Երրորդության այդ տեզերական ինքնագոհ, նախագոհ, ոգեղեն ընտանիքի մոդելի ներքո ձևավորելու նոր համակեցություն, ազգակեցություն ու պետականակարգություն։ Այսինքն մարդը մարդուն կդառնա կրկին եղբայր, այսինքն մարդը մարդուն սկսի նորից սիրել, այսօր ատելությունը տիրում է ամբողջ աշխարհում, կարելի է ասել։ Որովհետև ատելությունը ատելությամբ չես հաղթի, թշնամանքը թշնամանքով չես հաղթի, դավաճանությունը դավաճանությամբ չես հաղթի, չգիտեմ, այն բոլոր արատները, որ հիմա ձևորել հայոց իրականության մեջ, դա չես հաղթի, եթե ոչ միայն մենակ հայոց չի, եթե տեսնում ես աշխարհում է հենց դրանից է։ Այո, աշխարհում է տես, բայց հիմա խնդիրը այն է, որ մենք եթե հաղթարում ենք մեր մեջ, դուրս է գալի, որ աշխարհը վարակայք լինենք, այո, ինչ է դու։ Այսինքն նայեք, հիվանդության տարբերակով ասենք, բոլորը համավարակով տարածված այսպես հիվանդ են։ Եկե մի հատ X միջավայրում գտնվում է դրա սիճուկը, հա, հակամարմին ենք ասում, թե ինչ ենք, բուժման եղանակը, այս փոքր տարածքում այդ բուժումը իրականացում է եւ հիմա այդ սիճուկը արտահանվում է, որպեսզի այդ բուժումը իրականացվի մոլորակային։ Սա է քաղաքակրթական նորացման մոդելը եւ եթե մենք գնում ենք այս մոդելով, վստահ եղեք, որ մեկ կարճ ժամանակ այս անկումը ինչպես հիմա արագ ընթաց սլանումը եւ մենք ամեն օր ցավ ենք ապրում, մեծ վերելք կարող ենք ունենալ, որտեղ յուրաքանչյուր անկում ենթադրում է նաեւ բարձր բարձունքներ նվաճելու հնարավորություն, ինչ զսպանակի օրենքին, հա, համապատասխան սխմում ես, այդքան մեծ բացվելու ես եւ հիմա մեզ պետք էր այս անկումը շատ դեպքերում այդ անկում, որ ասում են, երբ որ առաքելությունը տուրանում ես եւ անկումը տեղի ունեն, որտեղ հայերեն մի հատ շատ լավ խոսք է, այլ այդ խոսքը մենք շատ ենք կրկնում, թերևս հիմա էլ կրկնենք, որ ասում են, մինչեւ դժոխքի դռանը չհասնես, Տեր ողորմյան չես հիշի։ Հիմա մենք այդքանի դեռ մենք ապրում ենք այսպես հով տեղում, հա, այս մի քանի տասնյակ, այս երկու տասնյակի ընթացքում ապրում ենք իբր հաղթանակած, անկախ, ինքնիշխան Հայաստանում, ընկած մամոնայի հետևից թե ով որքան փող կաշխատեր եւ որքան կներկայանար իր աշխատածի ստատուս ձեռք բերելով, սոցիալական ստատուս ձեռք բերելով, հասկացան, որ այդ ամենը սուտ է, մեկ վայրկյանում այդ ամենը կարող են ձեռքիցդ խլել, դու ոչինչի տեր լինես, հետեւաբար մենք զի բերես կյանքը նրան, որ այդպես ապրելը այլևս ձեզ թույլատրված չի, մի հատ խելքի եկեք եւ հասկացեք առաքելությունը եւ այդ առաքելությամբ ապրեք։ Եվ հիմա այդ գավիժումը այն դրա համար էր Տեր ողորմյան հիշելու եւ ինչքան շուտ հիշեն, կնշանակի այդքան շուտ կբարձրանան։ Եթե չէ, այո, չարչարանքները շատ ավելին կլինեն, ողբն ու լացները շատ ավելի մեծ կլինեն։ Հետաքրքիր չի, որ ոչ միայն բարին է մեզնից սկիզբ առնում ու տարածվում, այլ կարծես թե ամեն ինչը, տես օրինակի համար, տես
անօրինական պատերազմները, հա, որ ով ինչ ուզում է, զավթում է առանց մտածելու, սկսվեց էլի մեզնով։ Այսինքն Ադրբեջանը որոշեց, որ պետք է հարձակվի, Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան միացան, այսինքն ինչ մակ, ինչ եւ այս նոր պատերազմի ձևերը օթային անօթաչու սարքերով, ամեն ինչ այստեղ փոքր չափով կիրառվեց, տեսան, որ չարը կարող է հասնել ինչ-որ ժամանակավոր հաջողության այստեղ եւ անմիջապես սկսվեց այդ ամեն ինչը տարածվել եւ տարբեր երկրներում տեղի ունենալ։ Այսինքն ինչ որ մի ձև իրոք որ ասում են Աստծո բանը այստեղ է։ Նայեք, դա հենց ինչ է նշանակում։ Մենք ինչով հիմա դե բացատրենք հենց հոգևոր դաշտի աչքերով, հա, ասում ենք մենք Արցախը մեզ տրվեց որպես Աստծո պարգև, այսինքն ասում են անկախություն եք ուզում, ինքնիշխանություն եք ուզում։ Բայց մենք վերագրեցինք դա ուրքերի։ Ասեցինք, նայեք, հիմա մենք Արցախը հաղթեցինք եւ այլ վերագրեցինք մենք, որ տրամաբանությամբ նայում ես, ոչ մի կերպ դու չէիր էլ կարող հաղթել, բայց հանգամանքները այնպես դասեցին, որ հաղթեցիր, որովհետեւ նախախնամությունը քեզ շնորհ տվեց, ասեց ահա տալիս եմ քեզ 10 դահեկան, այսինքն հայոց աշխարհը Հայաստանով եւ Արցախով տվեց, ասեց ընդ կա Նախիջևան, ընդ կա Արևմտյան Հայաստան, այ քեզ 10 դահեկան եմ տալ, եթե դու այս 10 դահեկանը բազմապատկես, այն մնացածն ես քեզ ավելացնելու եմ, բայց մենք ընկանք բոլորովս միասին այդ 10 դահեկանը թե ինչպես իրար ձեռքից փախցնենք, այո, գրպանենք, այսինքն Ալան Թալանի միջավայրը բերեց նրան, որ մենք այն շնորհը, որ մեզ տրված էր Արցախ կողմից որպես պարգև, եկավ ասես դուք ձեզ չարթարացրիք, ասեցին ես ձեր ձեռից քխել եմ այդ 10 դահեկանը եւ ձեր ունեցածն էլ ձեր ձեռքից կվերու, որտեղ ասված էր, ով տեր եղավ նրան 10 քաղաքի թագավոր կդարձնեմ, տեր կդարձնեմ, ով չեղավ ձեռքից էլ քխել եմ։ Եղածն ենք։ Այո, հիմա դուրս եկա որ եղածն էլ մեր ձեռքից խլել է ու շարունակում է խլել մեր եղածն էլ այսօր մեր ձեռքից։ Մինչև մենք արթնանանք։ Այո, մինչև մենք խելքի գանք, որ այլ տարբերակ, այո, չկա, քան գնալ մեր ուխտը վերաթարմացման։ Մեր հայտնի հրամանատարներից մեկը Կարենե Ջալավյան դապետ երբ որ հարց տվեցին ինչ եղավ պատերազմը ո՞նց եղավ, չէ՞ որ ինքն էլ մասնակից էր առաջի պատերազմից, ասեց որ մենք Աստծուց հեռացել ենք եւ դրա համար էլ այսպես եղավ։ Միակ հրամանատարն էր որ հենց այդպես միանգամից մեկտաբանեց, քյոխը հայտ։ Հա, գիտեմ։ Այսինքն կան մարդիկ, որոնք լինելով եւ զինվորական լինելով տարբեր մասնագիտությունների գիտակցում են այն ինչ որ մեր հետ տեղի է ունենում, բայց մեծամասնությունը շարունակում է գահավիժել եւ ասացի նման այդ գահավիժումը երբ որ վերածվեց ազատ անկման, այն նոր կհասնենք դժոխքի դրանը։ Հիմա ո՞րն է դարմանը։ Դարմանը, ինչպես ասեցինք, վերադառնալ մեր ինքնությանը, մեր քաղաքակրթական առաքելությանն ու էությանը, որ Աստծո հետ ուխտը վերաթարմացնելն է։ Աստծո հետ ուխտը վերաթարմացնելը միայն արդարության հիմքով է, ինքներս մեզ տրվող միակ հարցադրումը հետևյալն է. ուզում ենք արդար պետականություն եւ հասարակություն, թե ոչ։ Այն պահին եւ ասում ենք այո, ուզում ենք, այդ պահից կարա շատ բան փոխվի, բայց այդ ուզելն էլ նախ եւ առաջ հենց այնպես խոս չէ, դե ուզում ենք թող կառուցվի։ Այս մեռած հոտած համակարգով չի լինի։ Հետևաբար առաջնահերթ, ինչպես ասում ենք, այդ ապաշխարության խնդիրն է, ապաշխարության խնդիրը, ինչպես ասեցինք, իր նաեւ բոլոր դրսևորումներով շատ կարեւոր է, այսպես պարզ ընկալունակության մեջ, եթե շատ հոգեվոր շերտերի մեջ չմտնենք ապաշխարությունը որպես ինչ, այլ ապաշխարություն սեփական առաքելությունը դավաճանելու առումով։ Դու ապաշխարում ես, դու հասկանում ես, որ դու մեղք ես գործել, սեփական ազգային առաքելություն, այ կմանրամասնես է 4 փուլ։ Նայեք, ապաշխարությունը մենք տարբեր շերտերով ենք էլի ներկայացնում, մինչև իր ամենաբարձրը հոգևոր ոլորտում եւ մարդը ապաշխարում է Աստծո հետ հաղորդության միջոցով։ Մնացած դեպքերում ինքը կարող է այդ գիտակցությանը գալ տարբեր շերտերով, որ ինքը դավաճանել է իր նախնյաց արժեքային համակարգը, որ ինքը դավաճանել է իր կամ ուրացել է իր ազգի առաքելությունը, ինչի մասին հենց այս պահին խոսում ենք։ Այսինքն այս ամեն ինչը բերում այն գիտակցման եւ վերջինը որ մենք դավաճանել ենք մեկ ընտանիք լինելու այդ սկզբունքին, որ եղբայր լինելով 3 միլիոն մեկ սենյականոց բնակարանում ապրելով, այս 30 կամ 40,000 քառակուսի կիլոմետրի մեջ ապրելով, ընդհանրապես 3 միլիոն հայ բնակչությամբ մենք չկարողացանք այդ արդարությունը, արդար բարիք ստեղծելու եւ այդ բարիքը արդար բաշխելու կարողությունը չունեցանք եւ իրար ձեռից փախցնելու տրամաբանությամբ ապրեցինք։ Սա միթե այդ արժե համակարգին մեր նախնյաց հիշատակների եւ ապագայի բոլոր հազարամյակի սերունդների հանդեպ մեծագույն հանցագործություն չէր։ Բայց այդ հանցագործությունը մենք գործել ենք, ասում ենք այն 10 հոգին 20 հոգին են, իրանք են մեղավոր, մենք ոչինչ չենք արել։ Այն 10 հոգի 20 հոգի մասին չի խոսքը, այլ հավաքական
կյանքի սկզբունքի մեջ։ Հիմա այն 10 հոգիներ բախտը վիճակվել կամ շուստի են եղել, իրանց էլ բախտ վիճակվել լինելու այդ իշխանական բարձր կետերում, իրանք էին թալանանում, դուք չէիք եղել, չկարողացաք, բայց որ ձեզ տային դուք գուցե ավելի բետար կարողանայիք թալանա անել։ Այսինքն որովհետև կյանքի սկզբունքն էր դարձել, թե ով կարողանա ավելի շատ կողոպտել։ Եվ համակարգը համաշխարհային այո, համակարգն էր, աշխարհակարգը, այսինքն խնդիրը մենակ 10-20 հոգուն կամ 100 հոգուն մեղադրելու մեջ չէ։ Անշուշտ յուրաքանչյուրին իր մեղադրանքով իր արածի համար օրենքի առջև, բայց հոգևոր իմաստով, երբ որ հավաքական կյանքը դարձել է հենց այդ ալան թալանի անարժեք կյանքը, անարդար կյանք, այսինքն մենք բոլորս ստեղծում ենք այդ անարդար կյանքը, մասնակիցն ենք այդ անարդար կյանքը։ Հետևաբար ապաշխարելը բոլորովս պետք է ապաշխարենք, որ մենք թոթափում ենք այդ բեռը մեզանից եւ գնում ենք արդար պետականություն կառուցելու։ Որ պայս կգիտակցենք, որ դա առաքելություն է եւ առաքելություն է մեր պապերի հանդեպ, անցյալի եւ ապագայի բոլոր սերունդների հանդեպ եւ առաքելություն է Աստծո հետ մեր ուխտի հավատարմության ու վերաթարմացման առումով, այդ պայից կարող է շատ բան փոխվել։ Այսինքն հարցադրումը մեկն է, ուզում ենք արդար պետականություն, թե չէ։ Որ պահին եկանք այդ ինքնորոշման, որ ուզում ենք, բայց ոչ թե ցանկության մակարդակում, այլ խորը գիտակցության, իմաստության, նվիրումի, զողականության մակարդակում, այդտեղ կարող է ամեն ինչ փոխվել։ Իսկ դու կարծում ես, որ այդ համակարգը այսօրվա այդ հոտած, մեռած համակարգը, այդ կուսակցական համակարգը, աշխարհում տարածված այս համակարգը, որը ապրում է իր արդեն հոգեվարքի մեջ է, դա պարզ երևում է արդեն, դու կարծում ես, որ մենք էլի պետք է մեկ անձի կամ մեկ ինչ-որ կուռքի սպիտակ ձիավորի սպասենք, որ կհայտնվի եւ այդ մարդու հետևից կգնանք ճիշտ ուղով, թե կարծում ես, որ մենք ուղղակի հետևելով Աստծո նախախնամությանը, նաև Աստծո նախախնամությունով ոչ թե հետևելով գանք այն եզրակացության, որ այդ արդարությունը նույնպես պետք է լինի ընտանիքի որոշումով։ Այո, մենք պետք է գանք այդ ընտանիքի բանաձևին, բայց ինչպես ասացի, հայոց ազգը կանչված եւ կոչված է, այդպես էլ պետք է լինեն այն նեղ շրջանակը, պանսիոնար այն հոգեվոր ընկալունակ, արդարընկալ այն շրջանակը, ով ինքն է առաջնահերթ կանչված եւ կոչված այդ պարտականությունը եւ պատասխանատվությունը իր վրա կրելու եւ տանելու։ Այսինքն հիմա խոսում ենք խիստ պանսիոնար եւ փոքր զանգվածի մասին, ով կրկնեմ կանչված եւ կոչված է լինելու։ Այսինքն արդարընկալ հայերի մասին է հիմա խոսքը, ում հոգու եւ իմաստության գագաթնակետն է որոնել եւ գտնել Աստծո արքայությունն ու նրա արդարությունը եւ այդ կանչվածներն են, որ պետք է գնան իրենց քրտինքով, գուցե նույն արյամբ, իրենց զողականությամբ, իրենց ինքնանվիրումով բացեն այն արահետային ճանապարհը, որը տանելու է այդ առաքելության կայացմանը։ Իսկ այդպիսիները կան, այդպիսիները մեր շրջապատում են, ասեմ ավելին, որ այդպիսիներն այսօր երկնում են հենց այդպիսի արդարապետության մոդել, հիմնված Քրիստոսի տեզերական ժայռի վրա։ Եվ դա մեկ կուրք չի։ Ոչ, մեկ կուրք։ Մենք չունենք կուրքեր։ Մեզ համար կա ընդամենը մեկ արարիչ Աստված, Աստվածային Սուրբ Երրորդությունն է, եւ փառքնել է նրանը, եւ ամեն ինչն է նրանը։ Մենք ընդամենը այդ Աստվածային Սուրբ Երրորդության սիրո, նախախնամության, զորավոր աճի առաջնորդությամբ եւ նրա հանդեպ հավատարմության ուխտով պետք է շարժվենք դեպի նրա կամքի ճանաչողություն եւ կայացում։ Այո, դե ես նկատի ունեմ ոչ թե կուրք, որ ինչ որ նկատի ունեմ, որ մենք չպետք է սպասել, որ մի հոգի պետք է հայտնվի, ինչպես այսօր, ամեն մի խմբակ ասում է, որ այս մարդը պետք է մեզ փրկի այդ ամեն ինչից եւ առանց ներկայացնելու փրկության որևէ ծրագիր կամ ճանապարհ։ Դա այո, մի ծուղակ էր մեզ համար պատրաստված, որ այդպես մենք անընդհատ փրկիչների սպասում ենք, հենց քաղաքական ալգորիթմներ այդպես գրած, որ ինչ-որ մեկը գա քեզ կփրկի, հետո այն մեկը գա կփրկես մեկից եւ այդպես շարունակ մենք փրկիչների ենք սպասում, բայց ինչպես գիտենք, փրկիչը մեկն է եւ Տեր Աստված է, այո, այնպես որ մեր հավատարմության խնդիրն է այստեղ եւ մեր առաքելությունը կյանքում կայացնելու։ Այդ առաքելությունը ես տեսնում եմ, որ հազարամյակների մեջ բացվող ընթացք է, որ անընդհատ բացվելու է։ Անշուշտ նաև տեսնում ենք, թե հետագայում ինչ վերաթարմացումներ կարող է ունենալ, բայց մենք ասում ենք, որ արդարության ուխտիով մեր Աստծո հանդեպ ունեցած ուխտերը վերաթարմացվելով բացում են քաղաքակրթական նոր դարաշրջան։ Քաղաքակրթական այս նոր դարաշրջանը ունենալու է իր բոլոր դրսևորումները եւ քաղաքական կյանքում, եւ սոցիալ-հասարակական կյանքում, եւ կացութադևային, այսինքն հասարակարգային փոփոխության ձևով իր ամբողջ փոփոխվելու է, եւ առաջին փոփոխությունը հենց պետականակարգությունն ինքն է այդպես լինելու, որտեղ մենք տեսել ենք, որ
պետականություններն էլ իրենք էվոլյուցիա են ապրում եւ այս առումով հաջորդ պետականակարգության ձևը, եթե քաղաքական դարաշրջանը եկավ բերես քաղաքական պետությունների եւ քաղաքական ազգերի ձևավորման, ապա մենք ասում ենք այս հաջորդ փուլը, որ գալու է քաղաքակրթական դարաշրջանը, իսկ քաղաքակրթական դարաշրջանը պայմանավորված է լինելու արդեն ազգային առաքելության իրացմանը, այսինքն դա ոչ թե զուտ ազգային պետությունը, որ իր ազգային քաղաքական կամ աշխարհաքաղաքական խնդիրներն է լուծում, այլ քաղաքակրթական առաքելության խնդիրներ է լուծում մոլորակային կյանքը վերաֆորմատավորելու եւ հոգեվոր բարձր արժեքների վրա այն կայացնելու։ Այսինքն սա մի նոր ընթացք է, որտեղ տեղի ունենալու պետությունների կարելի է այսպես պայծառակերպում կամ այլակերպում պետությունները այն ձևաչափով ինչպես մենք տեսնում եւ ճանաչում ենք դրանք ամբողջությամբ վերափոխվելու են կամ ինչպես մենք այլակերպելու են կամ պայծառակերպելու են մենք մնացել ենք այո հիմա պետք է այս ճանապարհով գնանք եւ արդեն քաղաքական ազգերին եւ քաղաքական պետություններին փոխարելու են քաղաքակրթական ազգերը եւ քաղաքակրթական պետությունները Սա շատ հիմնավոր բան է եւ կարեւոր, որովհետեւ մենք կարողանանք այս հին ալգորիթմը ջարդենք եւ անցնենք առաջ, որովհետեւ հակառակ դեպքում եթե չանցնենք կամ մնանք քաղաքական բառապաշարների մակարդակում, կմնանք ընդհանրապես քաղաքացիական այս կեղծ հասարակության ձևաչափերի մեջ եւ առաջ չեն գնա։ Ոչ էլ կարողանանք հաղթարել այդ քաղաքական դարաշրջանին հատուկ կառավարման եւ տնտեսական մեխանիզմները։ Մենք պետք է անցնենք քաղաքակրթական պետության եւ ձգտենք քաղաքակրթական ազգի վերաճելուն։ Իսկ քաղաքակրթական պետության հետ կապված մենք ունենք մեր սեփական տեսլականը եւ գիտական գրած գիրքը, որը կներկայացնենք մեր հասարակության դատին եւ կցույց տանք այն ուղենիշները, որով պետք է շարժվի հայոց ազգը, հայոց պետականությունը, այդ ամենի հիմքում ունենալով, ինչպես ասեցի, մեր ազգային քաղաքակրթական առաքելությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո կամքի ճանաչողությունն ու նրա կայացումը կամ Աստծո արքայության եւ նրա արդարության որոնումն ու համարարումը։ Այսօր թերևս այսքանը այս թեման շարունակական է լինելու։ Ես գիտեմ, որ դու առաքելություն նաեւ այդպիսի նաեւ ծրագիր ինքդ ես վարելու, անպայման պետք է այս ամեն ինչի մասին խոսվի, պետք է հասարակությունը իմանա այդ ամեն ինչի մասին եւ մանավանդ մեր ազգը պետք է իմանա այդ ամենի մասին։ Ես հավատացած եմ, որ չարի զինվորները, որոնք կոչված են հենց այս թույլ չտալու, որպեսզի մենք գնանք ապաշխարության եւ մեր հայ առաքելությունը կատարենք, նրանք նույնպես տեղյակ են ինչն է մեր փրկությունը եւ դրա համար էլ զարմանալի չի, որ աղանդավորական, այդ կռապաշտական եւ այս չարիքի զինվորները, որ այսօր տիրում են երկրում, նրանք հարձակվել են հենց մեր արմատների, հենց եկեղեցու վրա, որովհետեւ հասկանում են, որ փրկությունը գալու է եկեղեցով նաեւ եւ դրա համար էլ հարձակման տակ է եւ բայց նաեւ մի այսպիսի վերջին հարցը շատ կարճ հայտնությունում որ ասվում է, որ Գազանը 1000 տարի հետո ազատ կարձակվի։ Իսկ միգուցե այդ 1000 տարին անցել եւ այդ Գազանն է ազատ արձակվել, դրա համար աշխարհում այս ամեն ինչը sense տեղի ունենում։ Ճիշտ ասած, այսպես Հովանու հայտնության կամ այդ վաղճանաբանական թեմաները շատ նուրբ թեմաներ են, այնտեղ մեծ համարձակություն է պետք ունենալ մտնելու համար, որովհետեւ գուցե ամեն 1000 տարին մեկ կարող է նույն Գազան արձակվում են եւ պատմության բոլոր դրսեւորումները ներբովանդակություն են ունենում, այլ է խնդիրը, որ այդ ապոկալիպսիսյան նկարագրությունները գուցե այսօր հակահամակարգը փորձում է իր մեսիային ծնելու, բերելու, թագադրելու այս process-ի մեջ համընկնումներ շատ լինեն, զուգահեռները շատ լինեն եւ այսպես կարող ենք տեսնել բաներ, որ նկարագրվածը տեղի ունեն։ Բայց մենք չմեջշեղվենք մեր առաքելությունը։ Դրա այո, մենք այդտեղ չէ մեր խնդիրը մեր հավատարմության մեջ է, կրկնենք Աստծուն եւ նրա այսպես մեր կապած մեր ուխտերին եւ պետք է ամեն ինչ անենք ճանաչելու Աստծո կամքը եւ դրա արքայությունն ու արդարությունը կայացնենք այս նախ մեր ներաշխարներում, հետո մեր ազգային համակեցական ու պետական կյանքում, հետո նաեւ աշխարհասփյուռ հայության միջոցով նաեւ ողջ մոլորակում, որտեղ եթե խոսեցի քաղաքակրթական պետությունից, քաղաքակրթական պետությունը ի տարբերություն ազգային պետությունների կամ քաղաքական պետությունների սահմանափակված չէ միայն աշխարհագրական X իր պետության սահմաններով, այլ հանգրկում է ողջ երկիր մոլորակը, իսկ մենք հայրենելով ցանցային ազգ եւ ցանցային պետություն, արդեն ազգ լինելով պետք է ձորենք այդ ցանցային պետությունը, որը ոչ այլ ինչ է, ինչպես ասում են քաղաքակրթական պետություն։ Ես միշտ ասել եմ սրանով ավարտենք, որ աշխարհում տարբեր պետություններ տարբեր բաներով են հայտնի, որ արտադրում են եւ մարդկությանը տալիս են, հա, ասինքն մի երկիր էլեկտրոնիկա է տալիս, այսօր Չինաստանը այս նոր մեքենաներն է ամբողջ աշխարհին մատուցում, չգիտեմ, գերմանացիները փիլիսոփայական ինչ որ իսկ հայը մարդ է արտադրում։
Եվ աշխարհում եք ծրում զարմանալի չի, որ մենք անդադ մնում ենք այս 2-3 միլիոնի մեջ, բոլոր ազգերը լինելով 100-120 հազար եկան դարձել են միլիոններ, հասնում են միլիարդների, մենք ոնց որ այսպես մնում ենք, այո, մենք ցանցային ազգ ենք, ամբողջ աշխարհով տարածված ազգ ենք։ Այդ 10 միլիոն, 15 միլիոն որ ասում են, նույնիսկ դա ընդունել սխալ կլինի, որտեղ ես այդ օրը հաշվարկ էի արել, կտեղադրեմ անպայման իմ էջում, որ մի հայից ծնվելու համար ընդամենը 500 տարի, որ հայոց պատմության համար դա թիվ չի, 500 տարի որ հետ ես գնում մաթեմատիկական բազմապատկումով, հա, մեկի ծնվելու համար 2-ն են պետք, 2-ի համար 4, գալիս է դառնում միլիոնից ավել։ Այսինքն ամեն մեկս հայ ծնվելու համար մասնակցել է ընդամենը վերջին 500 օրում մասնակցել է 2 միլիոն մարդ մոտավորապես։ Այսինքն չի կարող, ուղղակի չի կարող սահմանափակված լինել հայը այս փոքրիկ մեր այս հողակոտերի վրա ապրող այս 2-2.5 միլիոն հայազգիներով։ Ի հավելում դրան ասեմ, նայեք, երբ որ մենք կգնանք քաղաքակրթական պետության ձևավորմանը, եւ դու կբերես քաղաքակրթական նորացումը, մեկ է հանգարց կպարզվի, որ տարբեր երկրներում ապրող տարբեր մարդիկ, որ մինչ այս չգիտեն, որ հայ են, կսկսեն ինքնանույնականալ հայերի, եւ կսկսեն բացահայտել, որ իրենք որտեղ դուք ունենան այն հպարտության, այն արժեքայնության կարեւորությունն ու նշանակությունը հայ լինելու, որ հայ լինելով իրենք ունեն պատիվ, իրենք ունեն արժանիք, իրենք ունեն վաստակ, իրենք ունեն շնորհ եւ այլն։ Այդ պարագայում, եւ առաքելություն։ Այդ պարագայում 10-ը կբազմապատվի գուցե 10-ով եւ մենք կհասկանանք, որ մենք ավելի ենք։ Ասեմ ավելին, ինչ վերում է քաղաքակրթական ազգին, հավատացեք, երբ որ մենք գնանք այդ ճանապարհով, կգա մի X ժամանակ, ինչպես արիական քաղաքակրթության ժամանակ, այսօր տարբեր ազգեր համարվող, հա, նրանք իրենց բոլորն էլ արիական քաղաքակրթության կրողներն են, անկախ նրանից թե էթնիկական ինչ պատկանելություն։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք քաղաքակրթական ազգի մասին, մենք խոսում ենք արիացյան մարդու մասին։ Արիացյան մարդու այդ հոգեբանությունը, այսինքն արժեհամակարգի կրող է, հանգարց մենք կտեսնենք, որ ապրում են մի քանի միլիարդ մարդիկ, այսինքն բոլորը կուզենան այդ արիացյան, այսպես արդարության, այսպես արարածյան, արարչական արդարամատյանով ապրելու այդ արժեքը կրելու խնդիրը կունենան։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ մեր թվաբանությունը այդ 100 միլիոնն էլ գուցե կբազմապատվի նորից 10-ով։ Հենց այնպես չի, որ ազգեր, զոր ազգեր, պետություններ, իմպերիաներ վերացել գնացել են, իսկ Աստված մեզ պահել է եւ հենց այնպես չի պահել, հենց մեր առաքելության համար շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հերթական անգամ ինձ հյուր գալու համար, հուսով եմ շարունակենք այս թեման։ Կրկին անգամ շնորհակալ եմ Էդգար ջան։ Իսկ մենք կհանդիպենք եկող շաբաթ մեր էջում։ Առայժմ